Պարոն Գալստյան, բավականին երկար քննարկում ունեցաք Արցախցի մեր հայրենակիցների հետ Վրանում, նրանցից մեկը մեծ զրույցում ասաց, որ 12 կետերն է ներկայացրել, գոհ ձեզ հետ հանդիպումից, ասաց, որ դուք աջակցություն եք հայտնել, ել ինչ մանրամասներ կհայտնեք եւ ինչ եք պատրաստում հետայցու անել։ Շատ մանրամասներ փակ հանդիպումից չեմ կարող բարձրաձայնել, բայց ասեմ ձեզ, որ մեծ հաշվով մեր արցախցի հայրենակիցների պահանջները լիովին կիսում ենք 12 կետերը, որոնք հրապարակվել են մարտի 29-ի հանրահավաքում, գոնե մեր քաղաքական թիմի համար լիովին ընդունելի են, որովհետև հայրենիք կուսակցությունը իր ստեղծման պահից ի վեր երկու կարևոր արժեքների հենասյուների վրա է կառուցել իր քաղաքականությունը, դա Արցախյան հիմնահարցի արդարացի լուծումն էր եւ Հայաստանի անվտանգության համակարգի հզորացումն էր, ցավոք սրտի երկու հարցում էլ մենք ունենք կատարյալ ձախողումներ օրվա իշխանությունների կողմից, այնպես որ այս տեսանկյունից մեր հիմնական կարևոր խնդիրները դեռ առջևում են, Արցախահայերի պայքարը ինձ համար ոչ միայն բարոյական, սոցիալական, այլ նաև բոլոր հարթությունների վերաբերյալ շատ կարևոր եմ ես համարում, քանի որ ոչ թե սոցիալական է ինձ համար այս մարդկանց պայքարը, այլ իրենց հայրենիքում ապրելու վերադարձի իրավունքը ինքնորոշման հիման վրա նորից Արցախյան շարժումը մեզ համար որպես մեր երրորդ պետականության, Հայաստանի երրորդ պետականության ամենակարևոր անկյունաքարային հարցը ինձ համար դա է եւ այդ էջը ով որ համարում է փակված, բնականաբար նրանց պետք է ցույց տալ, որ 100,000-ավոր հայեր Հայաստանում այլ կերպ են մտածում, քաղաքական կուսակցություններ ուժեր այլ կերպ են մտածում, այնպես որ մեզ համար Արցախի էջը ամենևին էլ փակված չէ։ Շատ լավ Սատար կանգնել, պետք է ամեն կերպ օժանդակել, որովհետև ԵԱԿ Մինսկի խմբի գործունեությունն է շատ կարևոր, գերիների վերադարձի հարցի բարձրաձայնումն է շատ կարևոր, Արցախի ինչ ընդհանուր որոշման եկաք այս հարցերում, պարոն Գալստյան։ Ընդհանուր որոշումը հետևյալն էր, որ մենք մեր ռեսուրսներով եւ մարդկային եւ բոլոր կարգի ռեսուրսներով սատար ենք կանգնելու, պատրաստ ենք լինել մեր արցախահայերի կողքին, որովհետեւ արցախցիները պետք է զգան, որ իրենց մայր հայրենիքում իրենք օտարված չեն, իրենք միայնակ չեն, 100,000-ավոր հայեր կանգնած են իրենց հայրենակիցների կողքին եւ դեռ մենք ամեն ինչ անելու ենք ու գալու է այդ օրը, երբ որ նորից միլիոնավոր հայերի սիրտը բաբախելու է հանուն Արցախի։ Ես վստահում եմ։ Շատ լավ։ Շնորհակալ եմ ձեզ։